Հիշում եմ տարիներ առաջ էր, ես խոսեցի մի անձի հետ, որի անունը Խաչիկ է, եւ երբ որ խոսում էինք ինքն ասեց, դե սա քիչ ջան ասեց, Խաչի ճարը կործանել է մեր անձը, մեր ազգը, եւ դրա համար կարիք չկա նրա մասին խոսելու, որովհետեւ նա մի խղճուկ անձ է, որ մեռավ Խաչի վրա։ Ես իրան ասեցի, լսի ասեցի, իմ Աստվածը, կենդանի Աստվածը, եւ դու դեռ նրա կարիքը չես զգացել, եւ եթե հայտնվես մի անելանելի վիճակի մեջ, անկախ նրանից որտեղ ես եւ ինչպիսի կարգավիճակ ունես, կանչի իմ Աստծուն, Հիսուս Քրիստոսին եւ նա կփրկի քեզ։ Օրեր հետո ինքն հայտնվեց Արցախում պատերազմի ժամանակ եւ մի փոքր խմբով իրանք շրջափակման մեջ հայտնվեցին։ Եվ իրավիճակն իրականում անելանելի էր, մարդիկ եղել են իր կողքին եւ պատմում են, որ երբ որ տեսավ էլ ճար չկա, փրկության հույս չկա, հասկացավ, որ ուր որ է կամ պիտի զոհվի, կամ պիտի գերի հայտնվի, ասում է կանգնեց այսպես ընդհանուրի առաջին ու ասեց. «Սա քոյի Աստված, սա քոյի Աստված, փրկիր մեզ, գիտես իմ Աստվածն իրականում կենդանի Աստված է, իմ Աստծու անունը, մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, հասկանում ենք, նույն մենք պաշտում ենք»։ Եվ ասում է, շատ կարճ ժամանակ հետո, շատ կարճ ժամանակ, մի 15 րոպեվա ընթացքում օգնությունը հասնում է եւ իրանք դուրս են գալի շրջափակումից։ Երբ որ ինքն եկավ արդեն ես գնացի եւ հարցրեցի, ասեցի, դե ինչ կա, դու հավատում ես Հիսուս Քրիստոսին, ինքը սկսեց լացել ու ասեց, Սարգիս ջան, ասեց, ես զարմանում եմ, թե մարդիկ ոնց չեն հավատում քո Աստծուն, ասում եմ, լսի, ընդամենը ամիսներ առաջ դու չէի հավատում, հասկանում ես իմ Աստված կենդանի Աստվածը, նա հայավ մեռելներից եւ վերականգնվեց երկինք գնալով, վերականգնվեց նրա աստվածությունը եւ Հայր Աստվածը օծեց նրան որպես Տեր եւ Աստված։ Ամեն։ Եվ մենք նրան ենք պաշտում, մենք նրան ենք պատկանում։ Նա ամեն ազգերի Աստվածն է։ Մեր պաշտած Աստվածը Հիսուս Քրիստոսը ժողովուրդ, որ արդեն հարություն է արել, որ հիմի երկնքում է, հրեա չի։ Ուզում եմ հիասթափեցնեմ, հայեր Աստված ազգություն չունի, նա ուղղակի ազգերի Աստված։ Ամեն։ Եվ այսօր մենք իր առաջին ենք տա։ Առաջին Թեսաղոնիկեցիների 2:13-ում Պողոս առաքյալը ասում է, ես շնորհակալ եմ Աստծուն Թեսաղոնիկեցիների եկեղեցու համար ասում է, որ դուք մեզանից լսած խոսքը չընդունեցիք որպես մարդուց եղող պատգամ, այլ որ ընդունեցիք որպես Աստծուց եղող պատգամ, որն էլ ճշմարիտն է, եւ որն էլ ներգործում է ձեզանում, այսինքն պտուղ է բերում ձեզանում, իրականություն է դարձնում ձեզանում Աստծո պատգամը, Աստծո խոսքն։ Հասկանում ես, խնդիրը կայանում է նրանում, երբ որ մենք խոսքը լսում ենք, պիտի իմանանք, որ այդ խոսքը ինչ որ մեկի գրած խոսքը չի, որ այդ խոսքը ինչ որ մեկի շուրթերից արտասանած խոսք չի, այդ խոսքը Աստծուց եղող պատգամ է։ Առաքյալն ասում է, ես գոհանում եմ, եկեղեցու համար ասում Թեսաղոնիկեցիներին, ասում է, ես գոհանում եմ, որ դուք ճիշտ այդպես ընդունեցիք, որովհետև ասում է, այդպես ընդունելով խոսքը սկսեց ձեր մեջ ներգործել։ Հարազատս, եթե դու զգում ես, որ այդ խոսքը, որ տարիներ լսել ես, քո մեջ դեռ չի ներգործում, դա նշանակում է, որ դու խոսքը լսել ես ընդամենը մարդուց։ Եվ դու ընդունել ես, որ դա մարդն ասեց։ Բայց առաքյալը ասում է, եթե դու գիտակցես եւ ընդունես, որ այդ խոսքը մարդուց չի բխում, այլ Աստծուց, այդ խոսքը քո մեջ պատգամ կբերի։ Գիտես, այսօր ճիշտ բառն է, որ մենք կարողանանք խոսքը ընդունենք որպես Աստծուց եկած, ոչ թե ինչ որ մեկը ծառայեց, ինչ որ մեկը ծառայության ընթացքում խոսեց, ուղղակի զարմանում եմ, մարդիկ ինչպես են վերաբերվում Աստծո խոսքի նկատմամբ, դու չասես, թե ես էլ զարմանում եմ, թե դու ես զարմանում, ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ լսելով Աստծո խոսքը շատ այնքան անտարբեր են, ականջի ոճով, սրտի անկյունի մեջ, այսպես կամացած իմիջիալոց, ինչ որ ֆոնի վրա կլսեն, խոսքը խոսվի, բայց մեկը ասենք, ինչ որ մի, չգիտեմ, ինտերնետ ամատե, ինչ որ նետերի մեջ ամատե, ու սկսում է այնտեղից լուրեր հասկանում ես,
Դա նշանակում է խոսքը քո համար էական նշանակություն չունի, որովհետև իմանալով որ խոսքն ինքը Հիսուս Քրիստոսն է, որը մարդացավ, ամեն, եւ խոսքի նկատմամբ ունեցած իմ ու քո վերաբերմունքը դա խոսում է Աստծո նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքի մասին։ Հարազատս դրա համար ես զարմանում եմ, թե ինչպես կարա մարդը արդեն ասվեց թողնի մեկտեղ հավաքվելը, դա գրված է Եվրայեցիների 10:25-ից, եթե 23-ից էլ կարդաց լավ կանես ու հասնես մինչև 29, դրա մասին չեմ խոսելու, բայց այնտեղ ասում է, որ մարդիկ, որոնց համար արդեն սովորություն է մեկտեղ հավաքվելը թողնելը, հասկանում ես, ինչպես կարա մարդը մեկտեղ հավաքվելը թողնի, որովհետև այնտեղ Աստծո փառքի ներկայությունն է, եւ դա հենց Աստծո խոսքն է, որ հրահանգել է մեզ, որ պատվիրել է մեզ, մեկտեղ հավաքվելը մի թողել։ Ինչպես կարա մարդը դադարի սիրել միմյանց, ինչպես կարա մարդը դադարի բարիք անելուց, չէ՞ որ դրանք այն մարդիկն են, որոնք ոտնակող արեցին Քրիստոսին, որոնք նոր ուխտի արյունը պիրծ համարեցին եւ Աստծո շնորհքի հոգին անարգեցին։ Հասկանում ես։ Եվ եթե մենք Աստծո խոսքն անարգում ենք, եւ դա կապ չունի թե ում ծառայությունն է, որովհետեւ այդ ծառայությունը անձինը չի, ծառայությունը Աստծուն է վերաբերվում, ամեն։ Գիտես, դու այստեղ ես ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկի ծառայությունից օժտվես, դու այստեղ ես նրա համար, որ դու ուղղակի վայելես Աստծո փառքի ներկայությունը, եւ դա կապ չունի թե ով այստեղ ծառայում։ Համաձայն ես։ Ամեն։ Դրա համար դու այստեղ ես ոչ թե տեսնես ինչ-որ մեկի ծառայությունները, դու այստեղ ես քո ծառայությունը մատուցելու Աստծուն։ Դրա համար շատ լավ կլինի, որ դու շատ այսպես լրջորեն վերաբերվես խոսքի նկատմամբ, որովհետև խոսքն է, որ քո մեջ կարա ներգործի, բտուղ բերելով բժշկի ազատագրի, ինչի կարիքը դու ունես, դա իրականություն դարձնի քո կյանքում։ Ամեն։ Գործ Կարաքելոց 10:30 խոսքից սկսենք։ Այդտեղ տեսնում ենք մի հատված, որ Պետրոսն արդեն կանչվել է Կորնելիոսի տունը, եւ Կորնելիոսը ներկայացնում ասելով, որ գիտենք, որ Կորնելիոսը մի հարյուրապետ մարդ էր, ռոմեացի, բայց նա շատ արդար, աստվածավախ մարդ էր եւ ուրեմն իր ամբողջ տնով աստվածավախ մարդ էր, բարեպաշտ մարդ էր եւ նա շատ ողորմություններ էր արել եւ միշտ աղոթների մեջ էր։ Եվ հիմի ներկայացնում է Պետրոսին ու ասում է, որ գիտես, ասում է 4 օր առաջ, սրանից 4 օր առաջ, ինքն է պատմում, ասում է, երբ որ ես ծոմի ու աղոթքի մեջ էի, Տիրոջ հրեշտակը հայտնվեց ինձ եւ ասեց Կորնելիոս, քո աղոթքները լսելի են Աստծո։ Քանիսը դու ունես այսպիսի վկայություն երկնքից, որ քո աղոթքները լսելի են Աստծո։ Հասկանում ես։ Եվ ասեց, որ քո ողորմությունները չեն մոռացված Աստծո առաջին։ Քանիսներս ենք վստահ, որ մեր ողորմությունները չեն մոռացվում Աստծո առաջին։ Լսի, եթե դու դադարել ես ողորմած լինել, դադարել ես բարիք անել, դադարել ես սիրո գործունեություններ ցուցաբերել, դա նշանակում է, որ դու վստահ չես, որ քո արածները հիշվում են Աստծո առաջին։ Բայց հրեշտակը, Տիրոջ հրեշտակը Կորնելիոսին ասեց. քո աղոթքները լսելի են եւ քո գործերը չեն մոռացվում Աստծո առաջին։ Բայց դու հիմա մարդ ուղարկի րոպե, որ Սիմոն Պետրոսին կանչես, որը մի կաշեգոր Սիմոնի տանն է, իր տունն է ծովի ափին։ Գիտես, ժամանակ կաշեգորները շատ այսպես, ոնց ասեմ, անարգված գործի էին, այսինքն կաշվի հետ աշխատելը, իմանում եք, անասունի մորթու կաշվի հետ աշխատելը շատ տհաճ է, հոտի հետ կապված տհաճություն է, եւ միշտ իրանք ծովի ափին էին, որ այդպես մշակեին մորթին։ Եվ Պետրոսն էլ այդտեղ հյուր էր։ Իմանում ես, ասում է, եւ ես մարդ ուղարկեցի, գիտես, հանուն նրա, որ Պետրոսը պիտի խոսի Կորնելիոսի հետ, որովհետեւ հրեշտակն ասեց, նա կխոսի Տիրոջ պատգամը քեզ։ Կորնելիոսը հաշվի չառավ Պետրոսը ում տունն է։ Մարդ ուղարկեց։ Իր կարգավիճակ ուրիշ էր եւ Սիմոն Կաշեգործի կարգավիճակն ուրիշ էր, բայց հանուն Աստծո խոսքը լսելու գնաց այդ քայլին։ Լավ, եւ հիմի Պետրոսին ասում է, որ եւ դու ասում ես լավ արեցիր, որ եկար։ Շնորհակալություն է հայտնում Պետրոսին, դու լավ արեցիր, որ եկար։ Ինչ լավ է, որ դու եկար, դու չմերժեցիր ինձ։ Եվ շարունակում ասելով,
Եվ մենք հիմա 33-ն։ Եվ մենք հիմա ամեքսել Աստծո առաջին կանգնած, այսինքն Աստծո ներկայության մեջ ուշադրությամբ լսում ենք այն խոսքը, այն պատգամը, որ Աստված ներդրել է քո մեջ։ Ամբողջ տնով հավաքված էր Կորնիլիոսը եւ սպասում էր, որ Պետրոսը գա, որովհետեւ հրեշտակը նրան հրահանգել էր, կանչի Պետրոս։ Քանիսից աղոթքի ժամանակ հրեշտակն իջնում էր ինքից։ Քանիսներս են ուղղակի վայելում այս խոսքերը երկնքից եկած, որ գիտես դու ընդունված ես, աղոթքդ լսելի է, գործերդ չի մոռացվում։ Բայց մի բան կա, ինչ որ մեկը պետք է, որ քեզ խոսի Աստծո պատգամը, որ քո համար կարևորագույն դեր ու նշանակություն ունի։ Դե հեշտակ ջան, եկել էիր, մի անգամից խոսեիր, պակաս խոսեիր, որ Աստված ծրագիր ունի, իր եկեղեցու միջոցով հասանելի դարձնի, իր կենդանի, փառավոր խոսքը մարդկանց սրտերի մեջ։ Ամեն։ Ամեն։ Եվ մենք գիտենք, որ մինչ որ Կորնիլիոսը մարդ ուղարկեր Սիմոն Կաշեգործի տունը, Պետրոսը ինքը Սիմոնի տանը աղոթք էր անում, հիշում եք։ Եվ Սուրբ Հոգին խոսեց իր հետ մի տեսիլքի հետ կապված, հիշում եք։ Եվ մինչ որ տեսիլքի այսպես բացատրությունը կտրվեր Պետրոսին, այդ երեք անձիկը արդեն ներքևից կանչում էին։ Եվ գրված է Սուրբ Հոգին ասեց. Պետրոս, գնա նրանց հետ, առանց խշմտանքի, առանց տարակուսանքի, առանց երկմտանքի գնա նրանց հետ։ Ինչի, որովհետև Սուրբ Հոգին ասում է, ես եմ նրանց ուղարկել։ Նկատել եք։ Հրեշտակը Կորնիլիոսին ասեց մարդ ուղարկի կանչի։ Բայց հիմի Սուրբ Հոգին ասում է Պետրոս, այդ մարդիկ, որ ուղարկել է Կորնիլիոսը, ես եմ նրանց ուղարկել։ Հասկանում ես իրականությունը։ Դա նշանակում է, որ մինչև որ Պետրոսը հայտնվեր Կորնիլիոսի տունը ինչ որ մարդկանց հրավերով, պետք էր որ Սուրբ Հոգին անձամբ իր կյանքի մեջ վկայություն բերեր, որ պետք է որ դու գնաս։ Բանից բուն իմաստով Պետրոսը գնաց Կորնիլիոսի տունը ոչ թե նրա համար, որ իրեն հրավիրել էին, այլ նրա համար, որ Սուրբ Հոգուց մղում ունեցավ։ Հասկանում ես, խոսք ունեցավ, պատգամ ունեցավ, գնա, ես եմ նրանց ուղարկել։ Ուզում եմ տեսնես, որ ամեն բան անելուց առաջ միգուցե ես ու դու կարիք ունենք մղում ունենալու։ Տեր, ուզում ես անել։ Իհարկե ուզում եմ, շտապիր անելու, եւ սա լինի որպես քաջալերան, հասկանում ես։ Եվ ուզում եմ ասեմ, որ ինձ չի, որ ինչ որ մեկը գալիս է վերքը դնում է քո վրա, բաներ է խոսում, ու դու դրանից անտեղյակ ես, հետո ասում ես դե լավ, որ ասեցի կանգնի անել, այդպես չի, դու պիտի ունենաս քո ներսում վկայություն, համոզված ես։ Դու պիտի ունենաս քո ներսում վկայություն, եւ քո ներսի վկայությունը պիտի հաստատվի արդեն նրա ասածով։ Որովհետեւ մինչ որ Պետրոսը վկայություն ունենում էր Սուրբ Հոգուց, հանկարծ լսեց, որ կանչում է Կորնիլիոսը քեզ, եւ նա գնաց։ Ուզում իմանաս, որ այնտեղ որտեղ որ Պետրոսը հայտնվեց Կորնիլիոսի տանը, հայտնվեց Սուրբ Հոգու դրդումով, մղումով, առաջնորդությունով, պատգամով։ Ամեն։ Դա կարող ես կարդալ 10 գլուխ, Գործկարակելոց 19-20 համարների մեջ։ Եվ գիտենք, որ Հիսուս Քրիստոսը Մատթեոս 10-ում էլի 39-40-ում ասում է, որ ով իր անձը դնի իմ համար, նա կգտնի այդ անձը, կգտնի դրված անձը, կգտնի։ Եթե չդնես իմ քո անձը իմ համար, ասում է կկորցնես։ Եվ մենք գիտենք, որ Պետրոսը Քրիստոսի համար իր անձն էր դրել։ Ամեն։ Եվ հետո Հիսուս շարունակում է ու ասում է, որ ով որ ձեզ ընդունի, ձեզ ում, այսինքն իմ համար անձը դնողներին։ Շարունակությունը, գիտեք, մենք չպետք է առանձնացնենք խոսքեր, որովհետև ճիշտ է կոնտեքստը հենց այդ է խոսում, ասում է, եւ եթե ինչ որ մեկը ձեզ, որ իմ համար ձեր անձը դրել եք, ընդունի, ինձ կընդունի։ Ուշադիր եք։ Եվ ասում է, ով որ ինձ ընդունի, ինձ ուղարկողին կընդունի։ Լավ։ Հասկանում ես, սրա համար Կորնիլիոսը ընդունելով Պետրոսին, որ իր անձը դրել էր Հիսուսի համար, ասեց, մենք հիմի Աստծո առաջ կանգնած ենք, ինչին,
որովհետև ընդունել էր Քրիստոսին, ընդունել էր Աստծուն իր տան մեջ, որովհետև անձն եկել էր Սուրբ Հոգու մղումով իր անձը դրած ավետարանի համար, ներկայացնելով Քրիստոսին Կորնիլիոսի տան մեջ։ Ուզում եմ կալես, որ եթե դու միտեղ եթում ես մղումով Սուրբ Հոգու, միտեղ գնում ես քո մեջ ունենալով Աստծո Հոգին, Աստծո խոսքն, Աստծո պատգամը, դու ինքդ քեզ չես ներկայացնում այդտեղ։ Ամեն։ Դու ինքդ քեզ չես այսպես տանում տեղ, դու Հիսուսին ես տանում այդ վայրը։ Հենց դրա համար էր, որ Կորնիլիոսը ընդունելով Պետրոսին ասեց, մենք ամենքս Աստծո առաջ կանգնած ենք։ Ինքը տեսավ, կարծես թե ինքը Աստված հայտնվել է իրանց տանը մեջ։ Եվ ինչքան կարևոր է, ինչպես Պողոսն էլ ասում է, որ լավ է, որ դուք այդ խոսքը, որ լսում եք, ընդունեք Աստծուց եկած պատգամ, ոչ թե մարդուց։ Այսինքն Կորնիլիոսը Պետրոսին պարզ ասում է, որ դու Աստծո պատգամն ես բերել մեր տան մեջ, ոչ թե մարդու պատգամը։ Ամեն։ Ընկալում ես։ Հիմա դու մտածի, որ մարդկանց տուն գնում ես, ում պատգամն ես տանում։ Հիսուսի պատգամը, Աստծո պատգամը, Սուրբ Հոգու պատգամը, թե թամասեմ, որ խելքը գա գլուխը։ Ուրեմն իմանում ես, որոշ բաներ կա, որ ասում է մարմինը մեջ ցանողը, մարմնավոր բաներ կհնձի, հոգու մեջ ցանող հոգևոր բաներ կհնձի։ Շատ լավ, Եփեսացիների 3-րդ գլուխն է 8-ից 11 համարներում ուղղակի ուզում եմ տեսնել եկեղեցու դերը։ Պողոս առաքյալն ասում է, որ բացահայտ հայտարարում ասելով, որ ես, որ սուրբերի հետինն եմ, Աստված ինձ շնորհ արեց, որ ես ավետարանեմ, քարոզեմ, տարածեմ Քրիստոսի անքնների հարստությունը։ Հալելույա։ Պողոսը շեշտում է, ասում է, ես սուրբերի հետինը լինելով Աստված ինձ շնորհ արեց։ Ուզում եմ ընկալես, որ ավետարանը տարածելը, ավետարանը քարոզելը դա Աստծուց եղած շնորհք է քեզ, որովհետև ես ու դու մեզնից չենք որոշում քարոզեն ավետարանը, ես ու դու մեր մեջ չունենք այդ կարողությունը, ունակությունը, այլ Աստված է այդ շնորհը անողը մեզ։ Ամեն։ Ամեն։ Եվ ինքն ասում է դա շնորհ արեց, որ ես ինչ անեմ, ասում է ավետարանեմ, տարածեմ, քարոզեմ Քրիստոսի անքնների հարստությունը, այսինքն նրանում պատկանող աստվածային լիությունը։ Ամեն։ Վստահ ես, որ Տերը քեզ շնորհ արի այդ ամենը։ Իհարկե, հալելույա։ Հիմա կտեսնենք թե ինչի։ Հիմա կտեսնենք թե ինչի։ Եվ ասում է, որ նրանով, այսինքն ինչով, ումով, Քրիստոսի հարստությունը, անքնների հարստությունը տարածելով, քարոզելով, այսինքն ավետարանելով ամենքին լուսավորեմ, որ ամենքն էլ գիտենան, ուրեմն ինչ, ավետարանը լուսավորում է մեր միտքը եւ մեզ իմացնում է, գիտեցնում է, գիտություն է տալի, որ մենք իմանանք Աստծո փրկության ծրագիրը։ Թե ինչպես է Աստված մարդկանց փրկում, որը ամբողջ տիեզերքի արարիչն է, որը ծածկեց բոլոր դարերում եղող այդ իրավիճակներից, այդ գաղտնիքը, եւ ասում է հիմա ներկա ժամանակում եկեղեցու միջոցով հայտնի է անում, ուշադիր ես, եկեղեցին։ Պողոս առաքյալն ասում է Աստծո փրկության ծրագիրը ծածկված էր բոլոր դարերի մեջ։ Մինչև որ Քրիստոսի արյունով եկեղեցին կվերածնվեր, ձեռք կբերվեր, եւ եկեղեցու միջոցով Աստված ինքը հայտնի կաներ Քրիստոսի անքնների հարստությունը, եւ կտեսնենք իմի Աստծո բազմապատիկ իմաստությունը, բայց եկեղեցու միջոցով, մինչև ծածուկ է, ուշադիր ես։ Եվ ասում է պիտի հայտնվի Աստծո բազմապատիկ իմաստությունը երկնքում եղող իշխանություններին, տերություններին, պետություններին, հրեշտակներին։ Սա էր պատճառը, որ երբ որ հրեշտակը հայտնվեց Կորնիլիոսին, չէր կարող լրջորեն ներկայացնել ավետարանի բուն կորիզը, իմաստը, այնպես ինչպես եկեղեցու մեջ եղող նա անձը, որի անուն տվյալ դեպքում Պետրոսն էր։ Հասկանում ես։
Արաքյանն ասում է, որ եկեղեցու միջոցով է Աստված ուզում ավետարանը տարածվի, եւ այդ որ ավետարանն է Քրիստոսի անքնների հարստությունը, Աստվածային բազմապատիկ իմաստությունը հայտնի արվի ամենտեղ, ոչ միայն երկրում, այլ նաեւ երկնքում բնակվողների։ Ուզում եմ իմանաս, որ դու այդ եկեղեցին ես, դու հենց ինքդ անհատապես եկեղեցի ես, ոչ թե նրա համար, որ արդեն տարիներ հաճախում ես եկեղեցի, այլ նրա համար, որ Սուրբ Հոգին բնակվում է քո մեջ։ Ամեն։ Եվ դու ինքդ լինելով Աստծո տաճար, ինքդ քո մեջ պարունակելով Աստծո խոսքն ու Հոգին, դու գնում ես միտեղ։ Դա նշանակում է, որ դու ինքդ ներկայացնում ես ոչ թե քեզ, այլ Աստծուն, որին պատկանում ես։ Ամեն։ Տվյալ դեպքում Պետրոսն էր, որպես տաճար, որպես խոսքն ու Հոգին պարունակող անձ իր մեջ, որ ներկայացված էր Կորնելիոսի տանը Սուրբ Հոգու մովումով։ Սա էր պատճառը, որ Կորնելիոսը հասկացա, որ մենք բոլորս Աստծո առաջ կանգնած ենք։ Եվ շատ ու շատ լսում ենք Աստծո խոսքը, որ քո մեջ ներդրված է մեզ համար։ Ամեն։ Ամեն։ Այստեղ տեսնում ենք հստակորեն, որ եկեղեցին հանդիսանում է ավետարանը տարածման միջոցը, իսկ Սուրբ Հոգին դա զորության աղբյուրն է հանդիսանում մեր մեջ բնակվող, Սուրբ Հոգին հանդիսանում է զորության աղբյուրը, դա է պատճառը, որ գրված է, որ այն Հոգին, որով դուք կնքվեցիք Սուրբ Հոգով, մի տրտմեցրեք այդ Հոգին, որովհետև դուք դրանով կնքվել եք փրկության հասնելու համար։ Ամեն։ Հիմա Սուրբ Հոգին լինելով մեր մեջ, ընդունած լինելով ավետարանը մեր մեջ, ընդունած լինելով Քրիստոսի աստվածությունը եւ իր բնակությունը մեր մեջ, դա նշանակում է, որ մենք լինելով Քրիստոսի եկեղեցին, պիտի տարածենք այն, ինչ որ Քրիստոսը իրականացրել է խաչի վրա։ Ամեն։ Ամեն։ Անուն է դա։ Ամեն։ Հալելույա։ Եվ երբ որ ուրեմն Պետրոսը լսեց Կորնելիոսի խոսքը, թե ինչ լավ արեցիր, որ եկար, որովհետև մենք ամենքս հիմի Աստծո ներկայության մեջ սպասում ենք, որ լսենք այդ խոսքը 34-ից 10 գլուխն են Գործարքելոց 34-ից։ Եվ Պետրոսը խոսեց եւ ասեց. «Հիմա ճշմարտապես հասկանում եմ»։ Այսինքն, մինչև այդ Պետրոսի մոտ էլ կար որոշակի տարաձայնություններ հրեաների, հեթանոսների միջև, հասկանում ես։ Եվ ինքն, ինչպես բոլոր հրեաներն էլ ինքը համարում էր, որ հեթանոսները մարդ չեն եւ հեթանոսների տունը գնալը մեծ մեղքաններ ընդ որում։ Եվ ինքն ասում է, հիմա հասկանում եմ, ինչի, որովհետեւ աղոթքի ժամանակ Սուրբ Հոգուց արդեն հայտնություն ուներ։ Հիմա հասկանում եմ, որ Աստված, որին պատկանում եմ ես, ինքն անաչառ է ամեն ազգերի նկատմամբ։ Հալելույա։ Եվ նա ուղարկեց, ասում է, իր խոսքը, կենդանի, փառավոր խոսքը, որ խաղաղություն քարոզենք, խաղաղությունը ավետարանենք, որն էլ կգա, այսինքն խաղաղությունը կգա, կհայտնվի Հիսուս Քրիստոսի ձեռով, որն է ամենքի Աստվածն է, ալելույա։ Հասկանում ես, Պետրոսը եկավ Կորնելիոսի տուն Սուրբ Հոգուց մղված, ներկայացնելով Քրիստոսին ոչ թե ուղղակի խոսքով, այլ անձով, լավ, եւ ինքը բացահայտ հայտարարում է, որ հիմա հասկանում եմ ինչ է նշանակում Աստծո խոսքը, որ ուղարկված էր ամեն ազգերին խաղաղություն ավետարանելու, ամեն ազգերին այն ժամանակ էր գրված, բայց Պետրոսը դեռ չէր հասկացել, ոնց որ բոլոր հրեաներն էլ չէին կարող հասկանալ, մինչև Հոգու հայտնությունը չգար։ Եվ ասում է, այդ խաղաղությունը պիտի որ գար Քրիստոսի ձեռով, որն է ամենքի Աստվածն։ Այստեղ մի հատ հրճակում չէ, հայտարարությունը անում Պետրոսը, որ Քրիստոսը իրականում ամեն ազգի Աստվածն է։ Ամենքի Աստվածն է, որով եկավ Աստծո ուզած խաղաղությունը անձանց կյանքում ազգերի մեջ։ Նրանով եղավ այդ խաղաղությունը։ Սա մեծագույն հայտարարություն է, որ Աստված իրագործեց իր փրկության ծրագիրը Հիսուս Քրիստոսի շնորհիվ, որն է առաքյալը շեշտադրում է ամեն ազգերի Աստված։ Նա է ճշմարիտ Աստվածը, հարազատ։ Եվ մեր Աստվածը մեռած Աստված չի։ Նա
կենթանի է, հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ հետո շարունակում ասելով Պետրոսը, որովհետև եկել է Սուրբ Հոգուց մղված, եկել է Աստծո պատգամը բերելու Կորնելիոսի տանը։ Հեշտակն ասել էր նա կխոսի այն, ինչ որ պետք է ձեր։ Եվ իմի Պետրոսն էլ Հոգուցն էր առել, չէ, ասենք ինքը չէր ինչ որ միտեղ միտք առել, սովորել կամ չգիտեմ, նա Հոգուցն առել էր, թե ինչ պիտի փոխանցի, բառացիորեն։ Եվ իմի շարունակում ասելով, եւ այն Հիսուսը, տեսեք, նախ նա հրճակեց, որ Քրիստոսով իրականացավ Աստծո պատգամը խաղաղության հետ կապված, որն է ամենքի Աստվածն, ամեն։ Եվ իմի 38 ներկայացնում է։ Եվ Հիսուսը, որ Նազարեթիցն էր, արդեն խոսքը գնում է Հիսուս մարդու մասին, որ Հիսուսը, որպես Նազարեթի կատարյալ մարդ էր, ամեն։ Հասկանում ես, մեր Աստվածը Նազարեթից չէ։ Հիսուսը, որը մարդացել էր, մետեղից պիտի դուրս գար եւ Աստծո նախասահմանությամբ դարեր առաջ որ գրել էր մարգարեների միջոցով ծնվեց կնոջից Նազարեթից, հասկանում եք։ Այստեղ ներկայացված է Քրիստոսի մարդեղությունը, նրա մարդ բնությունը, կատարյալ մարդ լինելը։ Եվ հետո Պետրոս շարունակում է. այդ անձի մարդուն, որը Նազարեթից է, որի անունը Հիսուս է, Աստված նրան օծեց, ուշադիր ես, Սուրբ Հոգով եւ զորությունով, որը ման եկավ բարիք անելով եւ սատանայիցը բոլոր տանջվածներին բժշկելով, ազատագրելով։ Ինչի՞, որովհետեւ Աստված նրա հետ է։ Ինչպես է նրա հետ Սուրբ Հոգու միջոցով։ Հասկանում ես։ Աստված ֆիզիկապես թո նրա հետ չէ։ Սուրբ Հոգին ինքն Աստված է եւ Քրիստոսումն է։ Ամեն։ Ուշադիր ես։ Աստված նրա հետ է եւ նա ման եկավ բարիք անելով։ Այստեղ Առաքյալը Սուրբ Հոգուց դրդված ներկայացնում է Աստծո փրկության ծրագիրը։ Ներկայացնում է Աստծո սրտի սերը, գթառատությունը ողջ մարդկության հանդեպ։ Ներկայացնում է նրա փրկության ծրագիրը, որ իրականացավ Քրիստոսի կողմանը, ներկայացնում է նրա ողորմածությունը, որ ամեն անձի նկատմամբ ունի, եւ սա է, որ փրկի եւ բժշկի ու ազատի բոլորին, որոնք որ սատանայի կողմանը տանջահար էին լինում, տանջանքների էին ենթարկվում։ Ահա Աստծո կամքը, ոչ միայն փրկի մեզ, այլ ազատի ամեն տանջահարությունից։ Այստեղ բացահայտ ներկայացված է Աստծո ծրագիրը, Աստծո կամքը։ Ուրեմն կապ չունի ինչ ազգիցն ենք, ինչ ցեղիցն ենք, ինչ տեղիցն ենք, ինչ կարգավիճակումն ենք։ Աստծո նպատակն է փրկելու ավետարանի միջոցով Քրիստոսի շնորհիվ եւ իրականացնելու իր գթառատությունը մեր կյանքում, այսինքն բժշկելու եւ ազատագրելու մեզ սատանայիցը տանջահարը լինելուց։ Այստեղ հստակորեն ներկայացված է, որ ողջ մարդկությունը մինչ փրկություն ճաշակելը հայտնված են սատանայի տանջանքների մեջ։ Հիվանդությամբ, անեծքներով, չգիտեմ, անաստվածային ներգործություններով, այդ ամենը Սուրբ Հոգու կողմից համարվում է սատանայի տանջանքներ։ Հիմի դու այստեղ ես ոչ թե նրա համար, ուղղակի որ իմանաս Աստծո մասին, զգաս իր սերը, այլ այստեղ ես, որ այս խոսքերն իրականանա քո կյանքին։ Որովհետև ինքը Տերն այստեղ է, այս խոսքերի հեղինակը Սուրբ Հոգին այստեղ է։ Եվ ինքը նույն բանն անում Հիսուսի անունով, ինչպես այն ժամանակ է։ Հալելույա։ Հրաշալի չի ասում։ Որովհետև մեր Աստվածը մեռած չի, նա կենդանի Աստված է։ Եվ կրոնը միշտ տալում է դրա մեջ, որ դու անարժան ես, դու պատրաստ ես, դու դեռ այն չես, որ պիտի լինես, դահլը քեզ չի հասնի, բայց իմացած է, այստեղ գրված է ամենքի համար։ Գործ 10:38։ Եթե այսօրվա քարոզից ոչինչ չհիշես, խնդիր չի, բայց գոնե այս հատվածը հիշի։ Լավ։ Գնացինք առաջ։ 39-ում Պետրոսն ասում է, եւ մենք նրա վկաներն ենք, որին խաչեցին, խաչից գամած սպանեցին, բայց Աստված նրան հարություն տվեց։ Ամեն։ Մենք
Առաքյալը հայտարարում է մենք հարուցյալ Քրիստոսի կենթանի վկաներն ենք։ Դու վկան ես։ Քրիստոսի հարուցյալ Քրիստոսի Պետրոսը շեշտում է հարուցյալ Քրիստոսի վկաներն ենք մենք, որովհետև դու նկատել ես շատ շատերը միայն խոսում են մարդացած Քրիստոսի մասին, նորմալ է, ճիշտ է, բայց ինքն արդեն վերականգնված է, ինքն արդեն հարություն առավ եւ իր աստվածությունը վերականգնեց։ Նա հիմի այլևս Նազարեթից չի։ Այստեղ ես մենք չենք պաշտում Նազարեթից եղող Հիսուսին, նա մարդ է, մարդ։ Մենք պաշտում ենք հարություն առած Քրիստոսին, որը հիմի երկնքում հորաչումը աստծո փառքի մեջ մենք էլ ընդ որում ըստ Եփեսացիների գրքի իր մեջ այնտեղ ենք, հալելույա։ Ու հիմի շարունակում։ Ես չգիտեմ, այս խոսքերը քեզ օգնում է, թե չէ։ Եթե այսօրվա խոսքերը քեզ չօգնի, դու գործ կարակելոց 10 գլուխ լրիվ կարդալ։ Հաստատ։ Ուրեմն 40 համարն ասում է, բայց Աստված դրան հարություն տվեց մեռելներից, բնականաբար Սուրբ Հոգու զորությամբ, եւ ասում է հայտնեց մեզ, ոչ ամենքին, այլ մեզ։ Մեզ։ Հարց։ Դու գիտես, որ Հիսուսը հարություն առած, թե ուղղակի հարություն առած Հիսուսը հայտնվել է քեզ։ Կարդում եք չէ՞ ավետարանը։ Ասում է հարություն առած Հիսուսը հայտնվեց մեզ։ Ադե մենք YouTube-ում լսել ենք սարքս եղբայր, որ Հիսուս հարություն արեց։ Բարի, այդ հարություն առած Հիսուսին հանդիպել ես, ասում է, որի հետ մենք գերանք եւ խմեցինք էլ։ Գերանք եւ խմեցինք էլ։ Ալելույա։ Ամեն։ Հիմա այդ նույն բանը մենք կարող ենք վայելել, բնականաբար, այո, Սուրբ Հոգու միջոցով, որն բնակվում է մեր մեջ։ Մենք ֆիզիկապես Հիսուսին չենք կարող տեսնել, շոշափել, չգիտեմ, ձեռքներս դնել իր խոցերի վրա, ինչպես որ անել են աշակերտները, բայց Սուրբ Հոգին ճիշտ է ինքը Հիսուսն է, որը բնակվում է մեր մեջ, որտեղ ասել ես կգնամ եւ իմ փոխարեն Սուրբ Հոգին կբնակվի ձեր մեջ։ Ամեն։ Եվ երբ որ նա գա, ձեզ կառաջնորդի։ Հալելույա։ Ամեն։ Տղայը թող առաջնորդի, կարումա, որտեղ մենք այնքան ենք այսպես ամուր կարճած մեր տեղում, մեր համոզմունքների մեջ, դրա համար ասում եմ մի տրտմեցրեք Սուրբ Հոգու։ Այսինքն մենք թույլ չենք տալի, որ նա մեզ առաջնորդի, տրտմեցնում ենք հոգուն, որով կնքվել ենք փրկություն գնալու համար։ Նա մեզ տանում է դեպի փրկություն, մենք կանգնել ենք ու կանգնել ենք, ալելույա։ Բայց այդպես չի։ Մենք պիտի ուղղորդվենք իր կողմից։ Ամեն։ Իրականում տեսնում ենք, որ աշակերտները հաղորդակցվել են Հիսուսի հետ եւ գրված է, որ Հովհաննես առաքյալն ասում է, որ խոսքերը, որ մենք գրեցինք ձեզ, գրեցինք, որպեսզի դուք էլ հաղորդակից լինեք մեզ հետ եւ մեր հաղորդակցությունը Քրիստոսի եւ իր հոր հետ ան, եւ այս խոսքերի միջոցով դուք էլ կարող եք վայելել նույն հաղորդակցությունը, ինչպես մենք էլ, այսինքն խոսքը ունեցողը, հոգի ունեցողը նույն կերպով կարա վայելի Քրիստոսին երկրի վրա, ինչպես աշակերտները այն ժամանակ, որովհետև Հիսուսը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Ամեն։ 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 Հալելույա։ Իրան հանդիպել ես այստեղ գալու ճանապարհին։ Գոնե այստեղ հանդիպի գնալուց առաջ։ Կարող ես ասել չեմ գնա այստեղից մինչև քեզ գնամ։ Այսինքն ինչ ուզում ես ասել Սարգիս եղբայրով հանդիպես թողეთ, հա? Հա։ Բայց եթե հանդիպես, քեզ խրգնել չես։ Հաստատ։ Հալելույա։ Ուրեմն տեսնում ենք եւ ինչքան կարեւոր է այդ, որ մենք հաղորդակից ենք Սուրբ Հոգու միջոցով 42-ը։ Եվ ասում է նա պատվիրեց մեզ, ով հարուցյալ Քրիստոս ուշադիր եղեք։ Հիմի Պետրոսն եկել է իլյումինացիոն պահին ու ասում է, թե ինչ է պատվիրել մեզ հարուցյալ Քրիստոսը իր հետ հաղորդակից լինելու ընթացքում։ Նա պատվիրեց մեզ, հարուցյալ Քրիստոսը պատվիրեց մեզ, որ մենք բոլոր ժողովուրդներին ավետարանը տարածենք, վկայենք, քարոզենք, խոսքը հասանելի դարձնենք, որ խոսքը, որ Քրիստոսն է Աստծո կողմից սահմանված դատավորը, որը դատելու է եւ ողջերին եւ մեռելներին են։ Բոլոր նրանց, ովքեր որ մերժեցին Աստծո որդուն մեր Տեր Հիսուս Քրիստոսին, պիտի դատվեն արդար դատավորի կողմանը, որովհետեւ նա է Աստծուց սահմանված
ճշմարիտ դատավորը եւ կապ չունի մարդը մեռածա թե կենդանի մեկը ինքը պիտի կանգնի Քրիստոս դատավորի առաջին Ալելույա անձիկ որոնք մերժեցին Քրիստոսին անձիկ որոնք ոտնահար արեցին Քրիստոսին բարձ գրված է Եբրայեցիների 10:30 23-ից կարդում ենք մինչև 29 30-ը կարդաց խնդիր չի ասում է եթե Մովսեսի օրենքը անարգողները 2 կամ 3 վկաներով հաստատվում էր եւ նրանք քարկոծվելով սպանվում էին որքան ավելի սարսափելի ու դաժան պիտի լինի նրանց պատիժը որոնք Աստծո որդուն այսինքն չի ասում Հիսուսին ասում է Աստծո որդուն այսինքն Քրիստոսին ներկայացնում է որպես Աստված Հիսուսը խոսում է մարդ կարգավիճակի մասին Քրիստոսը հարության Աստծո որդի որովհետև Հռոմեացիների 1 ես շեղվում եմ խոսքից որ ընկալելի դառնած է հա Հիսուս Քրիստոսը Հռոմեացիների առաջի գլուխ 3:4-ում ասում է Հիսուսը Դավթի մարմնի կողմանը Դավթի սերունդիցն էր մարմնի կողմանը բայց Սուրբ Հոգու կողմանը նա Աստծո որդի սահմանվեց երբ որ հարություն առավ Սուրբ Հոգու զորությամբ ամեն այստեղ Եբրայեցիների 10:29-ում խոսում է հարության Քրիստոսի այսինքն Աստծո որդու այսինքն այն Քրիստոսի որն Աստված է որոնք որ մերժեցին ոտնահարեցին նրա աստվածությունը մերժեցին պիղծ համարեցին նոր ուխտի արյունը որով ժամանակին սրբվել էին եւ շնորհքի հոգին անարգեցին ասում է որքան ավելի սաստիկ պատժի կարժանանա այսինքն ավելի մեծ պատժի քան Մովսեսի օրենքը չպահողները դրանք են ասում է որոնք որ նույն գիրքն ասում Եբրայեցիների 10:25 որոնք որ թողեցին մեկտեղ հավաքվելը դադարեցին սեր ցուցաբերելը իրանց դավանած Քրիստոսին որպես Աստված ամուր չկարչեցին եւ ուրեմն դադարեցին բարի կանելը Աստծո համար տեսեք ինչքան լուրջ է խնդիրը եւ հիմա տեսնում ենք որ Պետրոսն էլ հաստատում է որ նա է ճշմարիտ արդար դատավորը ամեն նրանց համար ովքեր մերժեցին թե կենդանիների թե մեռելների մեջ 34 Եվ բոլոր մարգարեները, это 43-ին կատուն հակառակած, 43-ին, եւ ասում բոլոր մարգարեներն են, ի սկզբանե խոսել են, վկայել են նրա մասին, որ նրա անունով մեղքերի թողություն կառնեն բոլոր հավատացողները։ Ճիշտ հենց այս պահն է, որ առաքյալը պիտի հասանելի դարձնել, նայ, Կորնելիոսը աստվածավախ մարդ էր։ Բայց ինքը պիտի ընկալեր ավետարանի բուն խոսքը, որ կարա ունենա մեղքերի թողություն։ Երբ որ հավատա Քրիստոսին, եւ բուն խոսքը որ Պետրոս տարա հասցրեց հենց այդտեղ, որ դուք եք հավատալով Քրիստոսին անվանը կարող եք վայելել, ձեռք բերել մեղքերի թողություն։ Հերի կողքին դու ասա դա քեզ էլ է Որովհետև իրականում կարևոր բան է այդ թողության ընկալումը։ Գիտես, երբ քո մարդկային խշմտանքը, երբ քո մարդկային ինքնադատապարտությունը եւ սատանայի մեղադրանքն ու դատապարտությունը քեզ թույլ չի տալի, որ դու Աստծո առաջին կանգնես ճիշտ Աստծո սրբին համաձայն, դու գալիս ես աղոթքի մեջ, անգամ ծոմի մեջ, բայց դու գիտես, որ դու ամենամեղավորն ես ու ասում ես, թե ողորմիր ինձ բազմամեղից, անարժանից Ուրեմն Քրիստոսի արյունը այդքան չկար, որ քեզ ազատել ու հələ հիմի, արդեն 50 տարի հավատքի մեջ լինելով, հələ դու ասում ես ողորմիր ինձ բազմամեղից անարժանից։ Բա ուր մնաց այս ավետարանը։ Բոլոր 43-ն են կարդում։ Գործ 10 43։ Բոլոր մարգարեներն վկայել են, որ Քրիստոսի անունով մեղքերի թողություն կառնեն ովքեր բոլոր ձեր մոտ կա բոլոր նրան հավատացողներ այդ բոլորի մեջ ես ու դու ենք Գաչեր ընկերոջ պատմասում այսօր ֆիլմ ալնելու այդ ֆիլմի մեջ իմ անուն ազգանուններ կարող ես կարդալ
երբ որ տարերը գնում են, ու կարդում չկա, հաջորդ օրն ասում բա ուր էր քո անունը, չկարդացի, ասում դու չտեսար վերջում գրված է Իտակդարի, այդ Իտակդարի մեջ ես։ Եվ տեսեք, այդ բոլորի մեջ մենք մտնում ենք հարազատս։ Եթե դու հիմի հավատում ես Հիսուս Քրիստոսին, դու հենց այդ փողությունը ձեռք ես բերում։ Լսի, խնդիր կայում է սրանում, ես ուղղակի ճանապարհ էի հարթում քանզի համար։ Ասում մինչ որ Պետրոսը խոսում էր այս խոսքերը, գրված է այս խոսքերը, այսինքն ինչքան կարևոր էր այդ խոսքերը հասանելի դարձնել Կորնելիոսի ընտանիքի մեջ։ Մինչ որ Պետրոսը այս խոսքերը խոսում էր, գրված է Սուրբ Հոգին առատապես թափվեց այդ խոսքերը լսողների վրա։ Երկու անգամ է շեշտադրված է։ Այսինքն դու պիտի իմանաս ինչ խոսք ես լսում։ Ամեն։ Եթե ուզում ես իրականում Սուրբ Հոգին հեղվի քո վրա։ Եվ ասում է, բոլոր լսողներն զարմացան, քանի որ նրանք լսում էին, թե հեթանոսները ինչպես են լեզուներով խոսում և սկսեցին իրենք էլ փառավորել Աստծուն։ Պետրոսի հետ եղողներից շատերը թլպատությունից էին։ Իրանց համար էսի անընդունելի բան է, հեթանոսի վրա Սուրբ Հոգին գա չէ մենակ Դենց չի, ամեքի վրա էլ կգա Սուրբ Հոգին։ Հենով որ ընդունելա առավելություն չի, նրանից որ դեռ չի ընդունել, նա ուղղակի ավետարանի ճշմարտությունը չի լսել, նա ուղղակի ավետարանի ճշմարտությանը չի կարողացել հավատալ։ Եվ երբ որ հավատա, քեզանից չի տարբերվի։ Ամեն։ Համաձայն ես։ Ուրեմն այստեղ տեսնում ենք, որ իրականում ինքն Աստված էլ կարծես թե հավանեց այս պատգամ այդ խոսքը, որ Պետրոսը հասանելի դարձրեց Կորնելիոսի տան մեջ։ Սա Աստծո սիրած նյութն է, որ մարդիկ հավատան, որ Քրիստոսի անունով ունեն մեղքերի թողություն։ Բայց սրա համար Հիսուսը խաչվեց։ Ամեն, հալելույա։ Եվ Աստված ուրախացավ, երբ որ տեսավ Կորնելիոսի ամբողջ տունը ուշադրությամբ լսում է պատգամը խոսքը և հավատքով ընդունում է թողությունը մեղքերի և թափեց Սուրբ Հոգին։ Սա կարևոր դեր ու նշանակություն ունի Սուրբ Հոգու գերբնական ներգործությանը համար։ Եփեսացիների առաջի գլուխը 7 համարում և 13 համարում այսպես ասում, որ մենք Քրիստոսի շնորհիվ, ասա Քրիստոսի շնորհիվ, մենք փրկություն ունենք և նրա արյունով ունենք մեղքերի թողություն, ամեն, և դա հանդիսանում է ավետարանի բուն ճշմարտությունը, դա է փրկության ավետարանը, 13 համարն ասում է, որին էլ երբ որ հավատացիք, այսինքն փրկության ավետարանին, երբ որ հավատացիք ինչ, Սուրբ Հոգու կնիքը իջավ եկավ ձեր վրա, Սուրբ Հոգու կնքվեցիք, որն է մեր ժառանգության գրավականն է, ամեն, հիմի տեսնում ենք, որ եկեղեցին որը արդեն ուներ փրկություն, որը արդեն ուներ Սուրբ Հոգու կնիքը իր մեջ, Պողոս առաքյալը պատվիրում է 4:27-30-ում, որ այլևս, այսինքն ընդունած լինելով կնիքը, հավատացած լինելով փրկության ավետարանին, ձեռք բերած լինելով փրկություն ու արյունով եղող թողությունը, այլևս սատանային տեղ չտակ, այսինքն ինչ նրա ստերին չհավատակ, այսինքն ինչ բազմիցս անգամ հակառակորդը միտք է բերում, թե դու վստահ ես օրինակ, որ թողություն ունես։ Հիշում եք, առաջի անգամ, երբ որ սատանան սկսեց խոսել Եվայի հետ ինչ ասեց, արդյոք Աստված ասելա, որ վստահ ես, որ դու թողություն ունես ու մեկ էլ միտք է բերում, բա որ թողություն ունես, երեք ինչ էիր անում, ու всё փաստի առաջականգն ես դնում, որովհետև ինքն էլ գիտի, թե երեք դու ինչ ես արել։ Այսինքն դու նկատի ունես մյուս օրն էր անցած, ոչինչ, կապ չունի։ Բայց տես, սա հենց խոսում է այն մասին, որ սատանային պիտի տեղ չտաս, այսինքն կենտրոնանաս նրա վրա, որ Քրիստոսով դու ունես փրկություն։ Եվ հետո ասում է, եթե դու սատանային տեղ տաս 30 համարը, 4:30, դու կտրկմեցնես Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվել ես փրկության հասնելու համար։ Ուշադիր ես։ Գործից գնացել ենք արդեն Եփեսացիների 4:30-ն է, ճողով, ուշադիր է։ Լավ։ Սուրբ Հոգին շարժվում է, դուք եք շարժվում։ Հին կտակարանում, երբ որ Սուրբ Հոգին շարժվում էր, խորանը հավաքում էին ու շարժվում էին իր հետ։ Լավ։
Որովհետև գիտեին, երբ որ խորանը այդ Սուրբ Հոգին գնաց, իրանք մնային խորանը կար, բայց մնային Սուրբ Հոգին չկա։ Դա գրոնն է։ Անուն կա, որ հավատացյալ ես, բայց չկա իր շնորհքի լիությունը, ճոխությունը, փառքի ներկայությունը, Սուրբ Հոգու հետ քաղցր ու անուշ հաղորդակցություն։ Բայց ես հավատացել եմ, հետո ինչ։ Գիտեք այդ դևերներն են հավատացյալ։ Լուրջ հավատում են։ Ավելի հստակ քան ես ու։ Բայց մենք վայելում ենք։ Ամեն։ Իր ներկայությունը, սքանչելի ներկայություն։ Վայ, հիմի տեսնում ենք արդեն 5-րդ գլուխն են Եփեսացիների, ու այնտեղ Պողոս առաքյալը գրում է. ընդունած լինելով կնիքը, Հոգին, Սուրբ Հոգին մի տրտմեցրեք։ Եվ որպեսզի Սուրբ Հոգին չտրտմի, ձեզ համար եկեղեցի ասում է միջոց կա, ելք կա, որ դուք շարունակաբար լեցվեք Սուրբ Հոգով, որ երբևիցե Սուրբ Հոգին չտրտմի։ Բայց սկզբից ասում է մի հարբեցեք գինիով, այլ լեցվեցեք Սուրբ Հոգով։ Այսինքն ինչ, մի հարբեցեք գինիով, այսինքն մի լեցվեք աշխարհային անաստվածային ներգործություններով, տեղիք մի տվեք սատանային եւ նրա խաբկանքներին, լավ, որովհետեւ եթե ես ու դու տեղ տանք նրան, լեցունության մասին էլ կմոռանանք։ Դա չի իրականանա, բայց առաքյալը մղում է եկեղեցին, որը արդեն ունի Սուրբ Հոգու կնիքը, որը արդեն ունի փրկությունը, թողությունը, քաջալերում է լեցվել Սուրբ Հոգով։ Իսկ լեցունության համար շատ արագ մենք կտեսնենք որոշակի նախապայմաններ սպասի, դու պիտի վերջում վայելես լեցունությունը։ Որոշակի նախապայմաններ, ուրեմն կնիքը ընդունելու եւ ուրեմն Սուրբ Հոգու լեցունությունը շարունակաբար վայելելու։ Այս նախապայմանները հանդիսանում են միակ բանալին լեցունության համար։ Ուզում ես արագ նայել։ Ուրիշ տեղ չի, հենց Եփեսացիների գրքի մեջ առաջի գլխից։ 13 համարում ասում է, որ երբ որ դուք հավատացիք փրկության ավետարանին, Սուրբ Հոգու կնիք եկավ։ Այսինքն, առաջին նախապայմանը հավատն է։ Մեծ բան չի պահանջում, չէ՞, ընդհանրապես հավատալ Քրիստոսի կատարած գործին խաչի վրա։ Մեծ բան է պահանջում։ Ողքինի տասա, մեծ բան չի, չէ՞ հավատալը։ Ասա, որ ես հավատում եմ։ Եվ երբ որ դու դավանում ես հավատքը, դու սնուցանում ես հավատքը Աստծո խոսքով, դու կենտրոնացնում ես քո հավատքն Աստծո խոսքի վրա, փրկության ավետարանի վրա, Սուրբ Հոգու կնիքը գալիս է քո վրա։ Հալելույա։ Սա առաջին նախապայմանն է եւ այդքան էլ դժվար չի վստահել դու արդեն տեսար։ Երկրորդը սա է, որ մենք պիտի աշխարհային անաստվածային բաները մերժենք եւ հրաժարվենք սատանային տեղ տալուց մեր կյանքի մեջ եւ մերժենք ամեն անաստվածայինը, որ ժամանակին դուր էին բացել իր համար, այն լայն դուր, ավելի լայն, քան Քրիստոսի համար։ Պատրաստ ես այսօր մերժելու։ Եվ առաջին նախապայմանը ալելույա, հավատքը ալելույա։ Երկրորդ նախապայմանը պարզ գրված է մերժին, որովհետեւ դու չպիտի լցվես աշխարհային սկզբունքներով, դու չպիտի տեղ տաս սատանային, իր խաբկանքներին։ Ամեն։ Մերժում ենք, պատրաստ ենք։ Մնացածն ավելի հեշտ է, որտեղ մնադժվար է մերժելը, բայց մերժել մենակ խոսքով չի։ Վերջում կտեսնենք, որովհետև ով որ այս բանալիները գործածի, այստեղից հաստատ Սուրբ Հոգու լեցունությունը վայելած է, գնալու եւ տանելու այնտեղ ու պիտի գնա։ Ամեն։ Հալելույա։ Հաջորդ բանը այստեղ տեսնում ենք գրված է, որ դու դա կարող ես հետևել։ Ես քո գրքից եմ կարդում Եփեսացիների 5-րդ գլուխ 18-ից 21-ը։ Հաջորդ բանը այստեղ տեսնում ենք, որ մենք մեր սրտերում պիտի խոսենք խրատական, կառուցողական խոսքեր։ Ոչ թե վայ, ես ինչ վիճակում եմ, դա խրատական խոսք չի, այլ դու պիտի ուղղակի խոսես, Տեր ինձ փրկել է։ Սա խրատական ու կառուցողական խոսք է։ Տերը ինձ թողություն է շնորհել իր իսկ անկագին արյաշն, ես նրանն եմ պատկանում, նա է իմ հաղթությունս եւ իմ բաժինս, սա քո սրտում պիտի միշտ դավանես, նման խոսքեր, չեմ ասում անգիրանես ու դավանես, չէ, նման խոսքեր, այսինքն միշտ քո ներսում, քո մտքի մեջ, քո սրտում ոչ ոք չի լսում, չի իմանում, դու քո ներսում կառուցողական
խրատական, կառուցողական, հաստատողական, արմատացնող, ամրացնող խոսքեր պիտի խոսես։ Քո համար հրաշալի չի։ Բարդ բան է, բայց լեցունությանը նպաստող բան է։ Ամեն, որովհետև եթե դու սկսես տրտնջալ, տրտմել, տենց էլ կեթաս, առանց լեցունության, բայց երբ որ սկսես այդ խոսքերը հրճակես քո ներսում, եւ դա ճշմարտությունն է, չէ՞։ Ասենք նես չի որ դու քեզ համոզում ես։ Սա սուրգրային փաստար կա, որ Քրիստոսով դու փրկված ես, որտեղ քիչ առաջ ասացի ես հավատացել եմ փրկության ավետարանին, ամեն։ Ամեն, ամեն, հալելույա։ Դու պատկանում ես նրան, դու ունես թողություն, նա քո հաղթությունն է, նա քո բաժինն է։ Հաջորդ բանը 4-ի վրա է, չէ՞ արդեն։ Հետևում եք թե չէ։ 4-ի վրա ենք ասում հաջորդը դա այն է, որ մենք պիտի հոգևոր երգերով, այն որ մենք անում ենք, բայց սրտումդ, դու տեսնում ես, որ այստեղ հոգևոր երգ էր երգվում, բայց սրտումդ ինչ էր, չէ՞ որ դու դաղվում ես։ Արա ասում է, սրտումս թաղում է, այս հարևանս հետ հազար հասկանում ես, բայց դու քո սրտում պիտի ես օրհներգություններ ունենաս։ Ամեն։ Դու միգուցե ձեռքդ տարածում ես հալելույա, բայց այս մի տարիա Տիրոջ հետ չես, ցավդ տան։ Հա դու եկեղեցում ես, բայց իր հետ չես։ Բայց քո ներսում հոգևոր երգերով երգես։ Օրինակ ոչ թե Բոբի մոտքո, չէ, դες չէ։ Էդի օրհներգություն չի։ Քո սրտում ուղղակի օրհներգես, որ Հիսուս հայա։ Ամեն։ Հալելույա։ Եվ մենք քայլում ենք նրա հարության շնորհիվ։ Հաղթությունն է մեր հետ քայլում իր հարության շնորհիվ։ Հիսուս հաղթեց, ասում է, չէ՞։ Երկա, չէ հոգևոր երկա։ Եվ մենք ասում ենք խավարի գործերն ենք քանդում։ Ալելույա։ Քո սրտում պիտի ունենաս էդի։ Հարազատ ես։ Ամեն։ Ոչ թե։ Խոսում ենք հարության Քրիստոսի մասին։ Ամենակարող Աստծո մասին։ Եվ ինչին քո սրտումդ չերկրպագես, չգովաբանես դրան, որ այո Քրիստոսը հարություն է արել։ Նոր բան եմ ասում, հարազատ ես։ Նենց ես նայում ոնց նոր բան եմ ասում։ Իսկ հələ կողքինս ասա, այս մարդը ճիշտ է ասում։ Հաջորդ բանը, որ է սա, որ մենք պիտի գոհություն հայտնենք, ասում, մեր սրտերի մեջ, գոհունակ սիրտ ունենանք, հասկանում ես, առավոտ հելնում ենք գոհությամբ, ասում են, այս ինչ որ այլ լույսը բացվավ, դա լա գոհություն, բայց սատանայի նկատմամբ։ Բայց երբ որ առավոտ արտանում ես, աշկերտը բացում ես, օ, փառք ես Տեր, սքանչել ես, դու ինձ արթնացրեցիր քո մեջ, ոչ թե օրի մեջ, այլ քո մեջ, որովհետև իմ օրը քո մեջ է, հասկանում ես, սրտումդ գոհանաս այդ օրվա եւ ընդհանրապես Աստծո փրկագնող գործի համար, որ իրագործվեց Հիսուս Քրիստոսի շնորհիվ, քո սրտումդ ունես այդ գոհունակությունը։ Քեզ նայողը կմտածի, որ դու գոհանում ես քո սրտումը։ Լավ է գոհանում է։ Շատ են ասում, որտեղից ես գալի աղոթքից։ Ոնց որ մեկին ասում են, որտեղից ես գալի, ասում է, գեղեցկության սրահից, ասում ես, հա, փակեր։ Չէ։ Հասկանում ես, դու աղոթքից ես գալի։ Եթե դու աղոթքից ես գալի, քո վրա պիտի արտահայտվի, հասկանում ես։ Տենց չի։ Եվ հաջորդ բանը, որը նախապայման է հանդիսանում և բուն բանալին շարունակական լեցունության համար, դա կարող է կարդալ 21 համարի մեջ, ասում է մեր հնազանդությունն է, միմյանց հանդեպ բնականաբար հենց Աստծո հանդեպ է, որովհետև Աստված խոնարհներին շնորհք է տալիս։ Ամեն։ Ուրեմն հնազանդությունը մեր միմյանց և Աստծո նկատմամբ դուրա բանալի է, որ Սուրբ Հոգու շարունակական լեցունությունը ունենանք, որի կարիքը մենք ամեն ժամանակ ունենք։ Լսի, չկա մի պահ, որ դու Սուրբ Հոգու կարիքը չունենաս։ Ամեն։ Ուղղակի կա շատ պահեր, որ դու նրան անտեսում ես։
Եթե դնենք շերքի նժարին, իմ ու քո օրվա ընթացքում, որքանով ենք մենք Սուրբ Հոգու կարիքը զգում եւ նրանով ուղղորդվում, կտեսնենք, որ ինչքան ծանր է այն կողմը, որտեղ որ մենք երբևիցե նրանցքի կարիքը չենք զգում, օրվա ընթացքում, առօրյա կյանքի մեջ, այդպես չի հարազատս։ Դա նշանակում է, որ բացակա է ձեզ 6 կետերը իրար հետ մի մարդու մեջ, իսկ այդ 6 կետերը բացակայելու դեպքում մարդը Աստծո առաջ ճիշտ նենց է, որ կար հավատքից առաջ։ Դրա համար էլ հավատացյալը նույնն է, 3 այսօր չի փոխվում։ 50 տարի եկել է եկեղեցի չի փոխվում։ Ասում ես ինչի, որովհետև Աստված է նույնը, բայց դու նույնը պիտի չմնաս։ Աստված քեզ դուրս բերեց այդ տիղմից, այդ մահից, կենթանացրեց, որ դու ապրես իր կյանքով։ Ամեն։ Ուրեմն ինչքան կարևոր է, որ մենք այս քայլերով հիմի վայելենք լեցունությունը, բայց 6-ից 10-ում արդեն տեսնում ենք, որ լեցունության կարևորությունը, գոնե հենց հանուն այդ կարևորության այդ կետերը կարող ենք վերապրել, պահել մեր կյանքում։ Ամեն Սուրբ Հոգու լեցունությունն է, որ մեզ զորացնում է Տիրոջ զորության կարողությունը։ Բնես չէ, դու որոշում ես զորանաս, առավոտ արթնացար, մի քիչ այսպես վարժեցրեցիր ու զորացար։ Չէ, Սուրբ Հոգու լեցունությունը այդ 6 կետերից հետո, այո, հենց հավատքից մինչև հնազանդություն, այն մեջինն էլ կարևոր է, որ դու հիմի պիտի մերժես սատանայի միտքը, իր բերած զգացողությունները, իր ներգործությունները հենց հիմի, որ լեցվես Սուրբ Հոգուն, որպեսզի զորանաս Աստծո գրված զորության կարողությունով եւ որ դա կնպաստի, որ դու սպառազինվես Աստծո ամբողջական սպառազինությունով, հետո ասում է, որ կարող լինես սատանայի ամեն կրակոտ նետերին մարեցնես եւ դու ինքը հաստատ կանգնես։ Նես չի, ասում ես ինչ եղավ, ասում ես խփեցի, բայց ես եմ գա։ Դու աղոթում ես ու դու չկաս, ինչի, խփեցին են գար, ինչի, ու սպառազինություն չկար, ինչի, մոռացել էի առավոտ այս աղոթքն անել, դեր սպառազին, ով ասում է աղոթքն անելով դու սպառազինվում ես։ Ու այս խափեն թանապես, բայց կետերն ինչի համար են, լեցունություն ինչի համար է, քո կարծիքով մի ամբողջ շաբաթ Սուրբ Հոգու հետ, իր հետ չունես այդ կապը, ու դու եկել ես տեղ գնալուց առաջ սպառազինում եմ ինքսին սենց ու գնացել շլպ, կոտրված եկար, ինչ եղա։ Ես իչեղա գնա դուրիշ տվել։ Չէ, դու ակի պիտի լսվես Սուրբ Հոգով։ Ամեն։ Ամեն։ Եվ 24-ն է, 6-24-ը։ Շնորհքը լինի այն ամենի հետ, ինչքան լավ կլներ, որ գրված է, ուղղակի ամենի հետ, բայց գրված է շնորհքը լինի, կարծում եք, այն ամենի հետ, ովքեր սրտանց անմար սիրով սիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եթե դու այդ անցնես, Աստծո կողքին սա ինձ է։ Շնորհքը լինի բոլոր նրանց, ովքեր որ Հիսուս Քրիստոսին սիրում են անկեղծ ու անմար սիրով։ Այնպես որ շնորհքն անգամ Հիսուսին սիրողների վրա է։ Իսկ Հիսուսին չես կարող սիրել առանց Սուրբ Հոգու, որովհետև Սուրբ Հոգին Հռոմեացիների 5:5։ Ուրեմն ասում է, որ Սուրբ Հոգին Աստծո մեր սրտերի մեջ տարածել է Աստծո սերը։ Ամեն։ Դրա համար ինչքան կարևոր է լցվենք այդ Սուրբ Հոգիով, որով արդեն կնքված ենք, որով արդեն մկրտված ենք, որովհետև մեկ անգամ ընդունում ենք, բայց շարունակաբար լցվում են Սուրբ Հոգով։ Նայեք աշակերտների կյանքի մեջ, գործ կարաքելոցի մեջ, ասում են զորացան, հետո նորից զորությունով լեցվեցին, համարձակություն եկավ, 4-րդ գլխում ենք ասել գործ կարաքելոց։ Հետո ասում են նրանք մեծ զորությունով գործեցին, հետո ասում են նրանց վրա մեծ շնորհք կար։ Ինչի, որովհետև Սուրբ Հոգովը շարունակաբար լեցվում էին։ Ամեն։ Եթե այսօր բոժար ես, այս 6 կետերը 3 րոպեում անցնենք, հենց մի Սուրբ Հոգու առատ լեցունությունը կարաս վայելես։ Պատրաստ ես։ Այն ամենի հետ պատրաստ ես, բայց այդ երկրորդ կետի հետ, որ սատանայի ներգործությունները պիտի մերժես։
Եմ որ դու պիտի արդեն դու չլինես, այլ քո փոխարեն Տերը լինի։ Որովհետև ինքը մեռավ քո համար եւ դու այսօր ապրում ես իր համար։ Համաձայն ես։ Հենց այս հոգու մեջ կամ Տիրոջ առաջ ասենք շնորհակալ որ դու մեզ ընտրել ես, որ այսօր հիմի այս վայրում կապ չունի